Տաղը մենք էինք եկել դրա համար էր տակ, շատ համով է ու տակ։ Ամբողջական էփված չէր էլի։ Գիտեիք, որ լրատվամիջոցի ներկայացուցիչ է եկել, դրա համար էր տակ։ Սնունդը ամենօրյա հսկողության տակ է գտնվում։ Իրանք ասում են, որ մեր տան ուտելիքը ուզում ենք միշտ փորձենք, չափազանց ասած են դրանք մի քիչ։ Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը Արփինե Կարապետյան ԱՁ-ի հետ 1 միլիարդ 241 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել։ Ըստ պայմանագրի Արփինե Կարապետյան ԱԶ-ն պարտավոր է ապահովել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական 9 հիմնարկներում՝ Արմավիր, Նուբարաշեն, Աբովյան, Գորիս, Վարդաշեն, Երևան կենտրոն, Սևան, Արտիկ եւ Վանաձոր ՔԿ-ներում պահվող կանոնավորված անձանց եւ դատապարտյալների համար պատրաստի սննդի մատուցման ծառայությունները, որը իրենից ներկայացնում է սննդամթերքի ձեռքբերման, սննդի պատրաստման եւ հատկացման արդյունավետ համակարգ, որն ընդգրկում է հետեւյալ գործառույթները։ Պայմանագրով սահմանվում է, որ կատարողը պարտավոր է սպասարկել 3000 մարդու, որոնց մեկ օրվա ուտելիքի արժեքը ըստ պայմանագրում արված հաշվարկի 1113 դրամ է։ Այսինքն մեկ դատապարտյալի մեկ օրվա սնունդը 1113 դրամ է կազմում։ Արնու լրատվականը ահազանգ էր ստացել, որ բանտերում մատակարարվող սնունդը ուտելու բան չէ։ Այսօր Մեննա կանխումբը անձամբ այցելեց Նուբարաշենի բանտ, տեղում հասկանալու համար, թե ինչ է կատարվում։ Նուբարաշենի բանտի մուտքի մոտ նկատեցինք, թե ինչպես են դատապարտյալի կամ կալանավորների հարազատները մուտքի մոտ հերթ կանգնել, որպեսզի սնունդ հասցեն իրենց մտերիմներին, ինչը ենթադրել է տալիս, որ պետության միջոցներով ֆինանսավորող սննդամթերքը մեծ հաշվով ուտելու բան չէ։ Դատապարտյալների հարազատների շատերը հրաժարվեցին խոսել, իսկ մի մասը նշեցին, որ իրենց մտերիմները բանտի ուտելիքից չեն դժգոհում, պարզապես տան պատրաստածը ուրիշ է, դրա համար են սնունդ բերում։ Մեր նկարնող խումբը անձամբ ներսում փորձեց հասկանալ, թե ինչ է կատարվում։ Աղցանալով եւ մարմնացված վառերով Ամեն երկուշաբթի, թե երկուշաբթի օրերը սովորաբար փոխվում է։ մենք ցուցակում ենք աշխատում, կարողա փոխված լինի, այս մեր լոբնան, այս դերին բոլորով հույսն է, ճաշնա։ Գտանք բերեք, որ խնդրեմ ես ինքս փորձեմ։ Այս մեկ էլ խոզի մեջ ջեռոցի, փոխված արած։ Ճաշը այսքան է, իսկ այս ապուրա ոսպոր, Դա բնության բարիք է միայն այդ ընկերությունից է մատակարարվում, թե դուք բնական բարիքներն է մատակարարում, մենք այստեղ պատրաստում ենք։ Ինքը սնունդը մատակ։ Դուք խոհարարն եք եղել է, որ դատապարտյալները, կալանավորները դժգոհ են ասեն, օրինակ ոնց որ խոզի կերտավ, սառած բերում են, այդպիսին էին բնորոշ, այդպիսին էին մենք ահազանգ ստացել։ Մենք շատ լավ պատրաստում ենք ճաշերը, տնավարի, որ իրանք չդժգոհեն։ Ամեն ինչը լավ պատրաստված, ամեն ինչը տեղին անում ենք մենք։ Բայց եղել են, որ եկել են ասեն սառն եք բերել, վատնա, անհամար, դժգոհ են։ Չէ, սառը չէ, ամեն ինչը ժամանակին, տաք ուտեստներում մենք մատակարարում ենք, ամեն ինչը ժամանակին, հարկերը տանում են դատապարտյալները, որ ուտեն տաքը։ Դժգոհություն չկա սնունդ։ Չէ, լավ է սա։ Ես կուզեի փորձել, էլի, մի հատ լոբին փորձեմ բոլոր դեպքերում։ Ամեն դեպքում տակ է, կարող մենք էինք եկել դրա համար էր տակ, թե։ Չէ, ամեն դեպքում չէ։ Մենք սաղ ժամանակները sense պատրաստում ենք տակ, ուղարկում ենք հարկերը, որպեսզի տակ ուտեն իրանք, սառը չլինի։ Այս դիետիկն է, որ առողջական խնդիրներ ունի, դիետիկ սնունդ է ստանում, որպեսզի իր օրգանիզմի հետ բան չունենա, էլի։ Շատ է, որ մատակարարում եք, բայց իսկապես հետ են գալիս, չեն կերել։ Ամեն դեպքում լրատվամիջոցներին ահազանգ հնչում է դատապարտյալներից, կալանավորներից, որ սնունդը սառն են բերում, ոնց որ խոզիկեր լինի, ուտելու չի։ Չէ, դե մեր մոտ ամեն ինչը ոնց որ տեսնում եք, մենք ամեն օր նույն ձևի պատրաստում ենք, նույն ձևի ուղարկում ենք հարկերը։ Սնունդը, տակ, սիրուն, ոնց որ միշտ։ Այս խոզի միսն է, կարա լինի խոզի միս տեղը ջեռոցինը հավը ընդեղ դրած է, որպեսզի պատրաստենք առավոտն էլ, վաղը կեսօրվա ճաշին էլ հավը պատանք։ Նույն ձևով էլի։ Դժգոհում են, որ սառն է, դժգոհում են, որ ուտելու բան չի։
չի կարա սա լինի, ցավոք ամեն օր նույն ժամին, նույն տեմպով աշխատում ենք, որպեսզի ամեն ճաշը իր հերթին հասնի հարկերը տակ։ Կարող է միգուցե մենք էինք եկել այսօր համով է, չգիտեմ, բայց բոլոր դեպքերում շատ համով է ու տաք է։ Ամեն օր էլ համով է անում, չի կարա։ Չգիտենք որ գալու չէին էլ հասնել իրանք ինչ որ բան անեն, որտեղ ինքը ճաշացանկը հաստատված է մի շատ առաջ դրել է, բացառված։ Մսից էլ կարամ փորձել։ Մսից։ Ես ձեռքով։ Հիմա դու բացը։ Համով է։ Համով է, բայց մի տեսակ մեջ է, հա։ Չէ, ինքը մի քիչ ես շատ չեմ չորացնում, որ ամեն մեկը լավ է էլի ելնի, որ չասեն չորա, չեն կարող մարդիկ կան, որ առանց ատամի են, որ չոր լինի չեն կարող ուտեն, էլի։ Հա, մի քիչ մեջը կարծես թե տենց ոնց որ շատ ամբողջական էփված չէր, էլի, դա էր։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պետ Վահան Նասոյանն է վստահեցնում, որ դատապարտյալները չեն կարող դժգոհել, սնունդը լավն է եւ ըստ էության եւ քրեակատարողական հիմնարկի մուտքի մոտ հարազատների սնունդ բերելու գործընթացը այլ հանգամանքով է պայմանավորված։ Պարոն Նասոյան, դուք Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի ղեկավարն եք, մենք առհասարակ քրեակատարողական հիմնարկների սնունդի մասով ահազանգ էինք ստացել, որ կալանավորները, դատապարտյալները բողոքում էին, որ սնունդը սառն են բերում, խոզիկերի նման լինի, չորացած, այսպես էին բնութագրել։ Մենք իհարկե այսօր հնարավորություն չունեցանք դատապարտյալների, կալանավորների հետ հենց ընտրիքի ժամանակ խոսելու, բայց մենք հետագայում նրանց հետ հարցազրույցների ընթացքում կոնկրետ հարցադրումներ կանենք սնունդի մասով։ Այսօր ճաշարանում էինք եւ ներկայացեց խոհանոցի խոհարարը, թե ինչպես է պատրաստում, ինչ տաք պայմաններում է։ Հնարավոր է որ լրատվամիջ գիտեիք, որ լրատվամիջոցի ներկայացուցիչ չէ եկել, դրա համար էր տաք, դրա համար էր ուտեստների տեսականին այդքան շատ, թե ամեն օր է այդ սկզբունքով առաջնորդվում քրեակատարողական հիմնարկը։ Չէ, բացառվում է, որ մենք տեղակ լինենք, ձեր գալուց իմացել ենք ընդամենը 30 րոպե առաջ, իսկ այդ ժամանակահատվածում չէին կարող պատրաստել նրանց, ոնց որ դուք տեսաք սնունդը որակական եւ տեսքի առումով իրա։ Սնունդը ամենօրյա հսկողության տակ է գտնվում, պատրաստելը ապրանքների ներմուծումը միջև բաժանվելը ճաշերը, որ սառը չլինի։ Ոչ թե իմ կարծիքով, այլ ես վստահեցնում եմ, որ նման խոսակցները դա իրականությանը չի համապատասխանում, դուք համոզվեցիք սնունդի եւ որակը եւ որ տաք վիճակում է բաժանվում, պատրաստվում է բաժանվում դատապարտյալներին։ Իմ կարծիքով չափազանց ասած են դրանք մի քիչ։ Քիչ առաջ, երբ որ գալիս էին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, մուտքի մոտ ինքս նկատեցի բազմաթիվ դատապարտյալների, կալանավորների, հարազատների, որոնք տոպրակներով, հսկայական տոպրակներով մուտք էին գործում եւ իրենց հարազատներին սնունդ էին բերել։ Եթե սնունդը այդքան լավն է, ինքս ես փորձեցի։ Ինչու են դատապարտյալները կամ կալանավորները հրաժարվում այն ուտել եւ ըստ էության հորդորում են, որ իրենց հարազատներին ուտելիք բերել, խմելիք բերել, ջուր բերել, ամեն ինչ կար։ Ես ուսումնասիրեցի տոպրակները հատիկարտի, գրեթե ամեն ինչ կար տոպրակներում։ Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված անձինք չեն հրաժարվում հիմնարկի կողմից տրամադրվող սնունդից։ Զուգահեռաբար, այո, հարազատները ճիշտ եք նկատել, անընդհատ բերում են սնունդ, որտեվ հիմնականում, այսպես ասած, իրանք ասում են, որ մեր տան ուտելիքը ուզում ենք միշտ փորձենք, միշտ ուսնվենք մեր ծնողի պատրաստած ուտելիքից, դրա համար էլ իրանք զուգահեռաբար բերում են։ Պարոն Նասոյան, կասկածների տեղիք էր տվել նաև այն հանգամանքը, ինչպես ստացվեց, որ քրեակատարողական հիմնարկին մեկ ընկերություն, բնության բարիք, որը քիչ առաջ նաև ես տեղեկացա, որ ըստ էության արդեն ընկերության անունը փոփոխության է ենթարկվել, դուք այդ մանրամասները կներկայացրեք, մրցակցություն չկա, մի ընկերություն է մատակարարում, ով է այդ ընկերության տերը, ով է կարողացել այսքան մեծ հսկայական քրեակատարողական հիմնարկներին միայն մի ընկերություն մատակարարել։ Սա եւս կասկածների տեղիք է տվել հանրության շրջանում, այդ թվում դատապարտյալների, կալանավորների շրջանում իրենք էին նշում, որ այդ ընկերությունն է մատակարարում եւ ուտելիքը բանի պիտանի չէ։ Նշված հարցի վերաբերյալ ես ոչինչ կոնկրետ չեմ կարող պատասխանել, որովհետև սահմանված կարգով քրեակատարողական ծառայության կողմից հայտարարվում է մրցույթ, մասնակիցները մրցույթի, ով շահում է մրցույթը ավելի լավ պայմաններով ներկայացնում է սնունդի մատակարարումը, իրանք էլ սպառում են սնունդի մատակարարումով։ Նորից եմ նշում, որ իրանք կալանավորները, դատապարտյալները չեն հրաժարվում սնունդից, ստանում են սնունդը, զուգահեռաբար նաև ստանում են իրանց հարազատների կողմից բերված հանձնանքների միջոցով սնունդը։